Դե ինչ հնարավոր բոլորի նոր տարին, Սուրբ Ծնունդ, հին նոր տարին եւ արդեն մոտ է նաեւ չինական նոր տարին։ Ես դեռ դեկտեմբերի 31-ի նկարազներն եմ գցում։ Առավոտ կանուխ ինձ այսպեսի հրաշք է արտնասները դեկտեմբերի 31-ին։ Հրեղենցիուն ասում են շատ քչերը կարող են սանձել։ Գիտեք, ես սանձել չեմ, փորձի իրան։ Ես ընդամենը փորձեմ իրա վրայից չընկնել։ Թուղթանի ուր որ ուզում է, ես արդեն ոչ մի բանից չեմ վախենում կամ ոչ մի բանին չեմ զարմանում։ 20 թվականից սկսած մեր գլխով այնքան փորձություններ ու փորձանքներ է անցել, որ մենք այլևս կուպված ենք այդ ամենով։ Եվ եթե հրեղենցին կուզի հաջողություն բարգեւել, թող բարգեւի։ Եթե կուզի փորձություններ տալ, դրան էլ ենք պատրաստ։ Ամենայն դեպս բոլորին մաղթում եմ չընկնել ցիուց, չհուսահատվել, չմտածել ոչ մի վատ բանի մասին, լինել միշտ պոզիտիվ եւ պատրաստ ցանկացած մարտահրավերների։ Եթե ձեզ թվում է, որ ցանկացած ձեռքի կործանող մարդ անընդհատ տունը նստած ոչինչ չի անում, մի երկու օր աշխատում է ու դրանից հետո ամեն ինչ բլութի վրա իրան մատուցում են, ասեմ, որ շաբաթ-կիրակի մեզ համար գոյություն չունի, տուներ մեզ համար գոյություն չունեն։ Ես աշխատանքը սկսել եմ հունվարի 1-ից։ 31-ին պատրաստվում ենք նոր տարվա, կործանելու ժամանակ չկար։ Իսկ այ հունվարի 1-ին սեղանի կողքը նստելու փոխարեն կարելի է մի քիչ աշխատել։ Վերցրեցի իմ նոր գնված սարկը, սկսեցի լիքը ձևավորման այսպիսի օդապարուկներ, ժամացույցներ ու ոնց ասեմ, ֆոնարիկներ անելու։ Ասեմ, որ շատ եմ սիրում ձմեռը ու ձյունը, ձյունառատ ձմեռն եմ սիրում, շատ սիրում ձմեռը։ Եվ երկար կարող եմ նայել, թե ինչպես է ձյունը թափվում։ Այս տարվա ձմեռը հրաշք էր, որ ձմեռապատիկը նվիրեց մեզ բոլորիս։ Պատրաստվում եմ վարպետաց դասի, ճամփորդական ալբոմների 5 ալբոմ է լինելու, այսինքն 5 տեղ վարպետաց դասի համար։ Հիմքը արդեն պատրաստել եմ, ոնց որ ասում է ամենահամով տեղը թողել եմ դասի համար ձևավորումը, ամենաստեղծագործական աշխատանքն է դա, իսկ տեխնիկական գործերը ամբողջությամբ արել եմ։ Դասը կլինի Գյումրիում, մոտավորապես հունվարի 27-ին, ճամփորդական ալբոմներ են, որոնք ստիմպանկ ոճի, եւ հավաքում եմ նաեւ մեր Եղևնին, հին նոր տարուց հետո հին խաղալիքներ ավագ ունեմ, բայց այս տարի չեմ օգտագործել, որովհետև որոշել էի միայն սպիտակ խաղալիքներով ձևավորել։ Նոր խաղալիքները այնքան շատ են, որ լրիվ լցրեցին խաղալիքների դիտուկը, մի բան էլ այս գործածներն են առանձին եմ դրել, որպեսզի հանկարծ չփչանան։ Մյուս տարվա Եղևնին լրիվ ուրիշ ձևի եմ ձևավորելու, կարող է նույնիսկ այս սպիտակ խաղալիքները էլ պետք չլինեն։ Մի խոսքով արդեն միտքը գաղափարը կա, թե ինչպեսին կլինի, շարունակում եմ պատրաստվել վարպետաց դասին, ուրեմն ներկում եմ փայտե ժամացույցի դետալներով, որպեսզի վարպետաց դասի ընթացքում ալբոմի երեսի ձևավորումը անենք ու այնպես եմ ուզում այս ներկելու ընթացքում երգել մի красим розы в красный цвет։ Բացի բլնձակույն ներկելուց նաև այստեղ կարիշնևի կույնով մի քիչ կեղտոտում եմ, որպեսզի ավելի տարածական ու սիրուն նայվի։